Մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում բանում դիրքերում բանի պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք, այսինքն ինչ, բա դուք էլ ուզում եք մեր երեխեքին խաբենք եւ այդ մարդկանց, որոնք ոչ իրենց ֆիզիկական ֆորմայով կամ ընդհանրապես այդ զինվորականի տեսքա, փորները 3 մետրը դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Մարդիկ եկել են Ղարաբաղից ստեղ բան են ելնում, կներեք արտահայտությանց տղամարդամիշ են ելնում, բայց բան են եղել 44 օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում են, մեկը խուճապ տարածող ա եղել, մեկը դասալիք ա եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող ա եղել։ Այդ հիմա հեշտ է օպերայում գալ կանգնել դոշ ծեծել։ Կպարզվի, ում որ կպարզվի, հերթով անունները կտանք, հերթով անունները կտանք, հերթով անունները կտանք եւ կդատվեն այդ մարդիկ, կդատվեն այդ մարդիկ։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգը այդ մարդկանց հետ կվարվի այնպես, որ իրանք որ կոչմանը արժանի են, գան այդ կոչմանը հարցնեն, այսինքն շարքային։ Նրանք պետք է այդ կոչումներից զրկվեն, որովհետև այդ ուսադիրները կրելու իրավունք չունեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։